Բարի երեկո, սկսում ենք սուպերգավաթային մրցավեճի հետ խաղյա մամուլի ասուրի սարգերի գործընկերներ։ Սկսենք հարցերով, համեցեք։ Ռոբերտ ջան։ Թիմը բավական լավ սկսեց, առաջինը բացեց հանդիպման հաշիվը, խնդրեի բացիչ մի փոքր նկարագրել հանդիպման պատրաստության մասին և ընդհանուր խաղերի մասին խոսել, եթե կարելի է։ Muchas veces no tomamos las buenas decisiones cuando salimos con el balón porque siempre había hombre libre por afuera, pero la verdad que me quedé satisfecho con lo que hicimos en la parte inicial del partido, pero después dejamos de controlar el juego con balón y se nos fue el partido y Noah, que tiene muy buenos jugadores y buena equipa, tomó cuenta del partido en la parte final y a través de una gran penalidad, creo que nosotros somos la equipa de Armenia que más hacemos grandes penalidades, todo en nuestra área es un penalti. Թիմը շատ լավ էր պատրաստվել տակտիկապես, մենք շատ լավ ուսումնասիրել էինք մրցակցին եւ ըստ մրցակցի մեր սխեման էինք ընտրել, լավ սկսեցինք խաղը, բայց խաղի ընթացքում կորցրեցինք գնդակի վերահսկողությունը, ընդհանուր առմամբ խաղի վերահսկողությունը, ունեցանք մի քանի պահ, բայց վրիպեցինք ու հետո արդեն գործը ասավ այդ խաղի 11 պետրանոցներին։ Այլ հարցեր, Արդ ջան։ Արոտորիպա առաջին խաղակեսին մեկնարկում են հաջող խաղացիք, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում ծախողեցիք, կարելի ասել տպավորություն կար, որ թիմը ֆիզիկական խնդիր ուներ պատասխանատվությամբ, որտեղ երկրորդ խաղակեսում էր հավասար հանդիպումներ, անգամ ավելի վտանգավոր էր գնում, բայց երկրորդ խաղակեսի վերջնամասում նորից մրցակիցը ավելի սուր էր խաղում, այնպես տպավորություն կար, որ թիմը խաղի վերջում, երկու խաղակեսի վերջում հոգնում էր, արդյոք կար նման բան, արդյոք կար ֆիզիկական պատասխանատվություն։ Somos una equipa que normalmente quiere tener el partido controlado, no quiere andar atrás y a correr atrás del contrario. Առաջին խաղակեսում թիմը այնքան էլ այնպես չխաղաց, ինչպես ես էի պլանավորել, մենք միշտ սովորենք ունենալ խաղի վերահսկողություն, բայց ես դա չտեսա ընդհանուր առմամբ։ Ընդհանուր առմամբ հոգնածությունը առաջացավ ավելի շատ նրանից, որ թիմը գնդակով սովորականից ավելի քիչ էր լինում, ֆուտբոլիստները ավելի շատ էին վազում եւ նաեւ նկատվեցին մի շարք բացակայություններ կազմի առումով, ունեցանք խնդիրներ ու դա դարձավ հիմնական պատճառը։ Otra cosa que quiero decir, porque esa pregunta es una buena pregunta. Սա լավ հարց է, իրականում։ Nosotros tenemos que hablar que el campeonato paró 3 meses. La única equipa que no paró 3 meses fue Noah. Noah no ha parado 3 meses. Եվս մեկ պատճառ ֆիզիկական խնդիրների այն է, որ մեզ համար դադարը շատ մեծ էր, 3 ամիս մենք ֆուտբոլ չենք խաղացել, մինչդեռ Նոան օրինակ այդպիսի դադար չի ունեցել, այս ընթացքում խաղային պրակտիկա է ունեցել ու այդ տարբերությունն էլ զգացվեց։ Ընդգծեց նաև հատուկ միջինություն բալանտայի բացակայությունը Ռոբերտ ջան։ Որքանով այս խաղը կարող է օգնել առաջնությունում Նոայի եւ մրցակցությունում եւ արդյոք կարող է հոգեբանորեն ինչ-որտեղ ազդել թիմի վրա։ Այն խաղերում, որոնցում չենք հաղթում, սովորաբար մեզ վրա էմոցիոնալ առումով բացասական ազդեցություն է ունենում, որովհետեւ մենք միշտ սովորենք հաղթել։ Pero claramente nos afecta mucho más el partido con Alasker porque no hicimos lo que normalmente hacíamos. Y hoy sí, y hoy creo que nosotros competimos con Noah. El partido podía caer para nosotros o para Noah, pero contra Alasker en la primera mitad no fuimos a Ararat Armenia. Անկեղծ ասած, ավելի շատ մեզ վրա բացասաբար ազդեց էմոցիոնալ Ալաշկերտի հետ խաղը, որովհետև մենք մեզ նման չէինք, այսօր գոնե պայքարում էինք, մենք Արարատ Արմենիան էինք, իսկ Ալաշկերտի հետ խաղում մենք Արարատ Արմենիան չէինք։ Y puede ayudar en la liga, en la competitividad. Առաջնությունում հաջողության գլխավոր գրավականը ամեն դեպքում կայունությունն է, բայց իհարկե կապ ունի նաև կազմը, օրինակ այսօր Նոայի կազմում Հելդերը որոշիչ դեր խաղաց, որովհետև թվում էր խաղը չի ստացվում, բայց նա որոշիչ դեր ունեցավ, ընդհանուր առմամբ Արարատ Արմենիան ամեն ինչ անելու է, որ երկար տարածության վրա կայուն ելույթներ ունենա։
Կան ժամկետներ Պալանտայի վերադարձի հետ կապված, երբ կուզան գնահատի Ժիրայր Շահոյանի խաղային մարզավիճակը խաղերում կարծես թե որոշակի խնդիրներ. Dos preguntas. Primero es que cuando va a volver Balanta y segunda pregunta es sobre Shahoyan, su forma ahora. ¿Cómo, perdón? La segunda pregunta. La forma de Shahoyan. Ok. Y Balanta no sabemos cuándo va a recuperar. Չգիտենք երբ է վերադառնալու Բալանտան։ Hay días que parece que la cosa va mejorando, pero Բարելավում է վիճակը, բայց դեռ հայտնի չէ a mí me cabe como entrenador arreglar soluciones para eso, porque nosotros tenemos 5 medios más y tenemos que entender que esos 5 medios nos pueden dar también competencias y competitividad a la equipa para lograr vencer. Նրա բացակայության պայմաններում իմ աշխատանքն է գտնել ճիշտ բալանս մյուս ֆուտբոլիստների մեջ եւ ավելացնել մրցակցությունը կազմում։ Después la otra pregunta sobre Giro. Ustedes vieron el partido de Alasker. Yo cuando ha venido aquí dice que quería una equipa competitiva, que todos los jugadores a cada día tienen que entrenar para lograr una posición en la equipa. Si tú vas para un partido importante y no haces lo que quiere la equipa y no ayudas a la equipa y no ayudas a tus compañeros, quebras el padrón, que para mí es lo más importante que hay. ¿Okay? Porque yo creo que Giro tiene un potencial increíble, pero tiene que hacer lo que nosotros queremos, las reglas de nuestro juego tienen que estar vincadas, porque esto no es un juego individual, es un juego colectivo en que todos atacan y todos defienden. Իմ ժամանումից առաջին իսկ օրվանից սկսած ես խնդիր եմ դրել, ես կանոն եմ դրել թիմում, որ բոլոր անհատները պետք է մարզումների ժամանակ, խաղերի ժամանակ քրտնաջան աշխատեն, օգնեն թիմակիցներին, հատկապես կարևոր խաղերում, բայց եթե մասնակցում ես կարևոր խաղերին, ինչպիսիք օրինակ Ալաշկերտի հետ խաղն է, դու պետք է նվիրվես մինչև վերջ։ Շահոյանը հրաշալի ներուժ ունի, շատ մեծ ներուժ ունի, բայց իմ կանոնները մնում են իմ կանոնները։ Թիմում մրցակցությունը շատ թեժ է, նա պայքարում է մի դիրքում, որում կա արդեն իսկ շատ լավ խաղացող Զիդանը եւ յուրաքանչյուր մարզմանը, յուրաքանչյուր խաղին, յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է առավելագույն ջանքերը գործադրի իր տեղը վաստակելու համար։ Ուզում հստակեցնել Աղջան, եթե հնարավոր է Արամը ձեռքեր բարձրացնենք, հարցը տա կրեց։ Արցախ խաղի վերաբերյալ չէ, մի քանի օր առաջ մարզիչը Բոյնովի վերաբերյալ ասել էր, որ Հայաստանի հավաքականում այդ մակարդակի պաշտպան չկա, բայց օրեր առաջ հավաքականի գլխավոր մարզիչի Շեմելյանը ասաց, որ դեռ նախատեսում է որպես Հայաստանի տարբերակ օգտագործել հավաքականում։ Եվրոպայում կարծես կա պրակտիկա, երբ ազգային հավաքականի մարզիչը շփվում է ակումբի մարզչի հետ, հետաքրքիր է ինչ-որ շփումներ եղել են Բոյնովի մասով եւ Շեմելյանի հետ մարզչի։ Ha sido un contacto o no? Nunca hablé con hablé una vez cuando Portugal jugó aquí, hablé con el seleccionador de Armenia. Nunca más hablé con él, nunca me llama porque me va a citar este jugador o otro, no. En la pausa de invierno nosotros trabajamos en Cipros y nunca habló conmigo, fue para otros sitios. Մեկ անգամ եմ խոսել հավաքականի գլխավոր մարզչի հետ, երբ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ էր խաղում, դրանից զատ այլ զրույցներ չենք ունեցել ու որևէ ֆուտբոլիստի վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել։ Pero yo entiendo su opinión, es una posibilidad, ok, es un jugador que pueda aportar algo o no, pero la selección lleva 5 o 6 meses con su entrenador y su entrenador te da sus ideas para el equipo. Ես միշտ պատրաստ եմ իմ կարծիքը արտահայտել այն ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնք կարող են հրավիրվել ազգային հավաքական։ Աղջան, Ես ուզում եմ ուղղակի հստակեցնել այն մասը այդքան լավ չհասկացա։ Այսինքն Ժիրայր Շահոյանի աշխատասիրության հետ կապված ինչ-որ խնդիր կա, թե ուղղակի նա այս պահին լավ մարզավիճակում չէ, դրանով մյուսները խաղում են։
Yo conozco a Hugo desde chico, le veo muchas capacidades, pero muchas veces que juegue es Camo. ¿Sabes por qué? Todos los días es una oportunidad para Camo. Todos los días él entrena 100%. Թիմի ներսում դրված խնդիրը շատ պարզ է, եթե լավ ես խաղում, ուրեմն կստանաս հնարավորություն, եթե ոչ բավարար լավ, ապա չես խաղա ու կապ չունի ինձ համար անունը, հեղինակությունը, օրինակ ես Ուգոյին ճանաչում եմ շատ փոքրուց, բայց այնպես չէ, որ նա բոլոր խաղերին մասնակցում է մեկնարկային րոպեներից խաղում է։ Կամոն նույնպես ունի յուրաքանչյուր օր, ամեն օր ունի նոր հնարավորություն, սա որպես օրինակ։ O sea, es un ejemplo que te doy, ¿entiendes? Todos los jugadores tienen que tener nivel para todos los días hacer en su máximo. Su máximo. No, para mí no me vale mitad de tu máximo, ¿ok? Բոլորը պետք է առավելագույն չափով նվիրվեն, ոչ թե կիսով չափ օրինակ, դա ինձ համար բավարար չէ։ Porque él tiene unas capacidades increíbles, pero tiene que dar su máximo para él y para la Նա equipa. հրաշալի ներուժ ունի, բայց պետք է իր առավելագույն չափով նվիրվի։ Պատասխանեց բարձր բան։ Այլ հարցեր, դե կարող ավարտել, հարցիկ։ Դուշայի Վարասին երկրորդ հանդիպումը անցկացրեց Արարատավիների մեկնարկային կազմում։ Նախկինում կառուցել է Շիրակիրյանը գավաթային խաղում։ Ինչպես կգնահատեք դրա այսօրվա խաղը։ Եվ երկրորդ հարցս, արդյոք թիմի նորեկները ամբողջությամբ ներգրավել են ձեր խաղային փիլիսոփայության մեջ։ Որ ֆուտբոլիստ է Արասի Բուշեր։ Arasín, el jugador Arasí ha jugado su segunda partido, ¿qué opinión tiene? Y sobre los recién llegados, ¿están en los planes del equipo? ¿Están? Mira, nosotros no tenemos 30 jugadores competitivos. Por ejemplo, ustedes pueden ver que hay muchas oportunidades para... Nova tiene una plantilla mucho más grande que nosotros, posiblemente Pionik también. Nosotros en el mercado de invierno salieron 5 jugadores, entraron 3, ¿ok? O sea, disminuimos nuestra plantilla. Y los jugadores que tenemos, confiamos en ellos. Si ellos confían en nosotros y trabajan, nosotros no tenemos ningún deseo de ponerlos a jugar. Y ahora sí, Ego es un jugador internacional por Marruecos, no es un jugador cualquiera, ¿ok? Es un jugador internacional y se incorporó muy bien a la equipa porque se adaptó muy rápido a las ideas y al juego de acá, al juego de Armenia. Y entonces nosotros confiamos en él. Hoy para el partido, como cambiamos el sistema, jugamos con él en la posición de central. Arasին շարքային ֆուտբոլիստ չէ, նա Մարոկոյի հավաքականի ֆուտբոլիստ է, շատ գոհ եմ նրա կատարած աշխատանքից եւ առհասարակ թիմում այն ֆուտբոլիստները, որոնք կան, աշխատում են միշտ կունենան իրենց հնարավորությունը եւ այսօրվա խաղում էլ այս սխեմայի մեջ նրան շատ լավ տեսա y la segunda pregunta sobre los recién llegados. Son importantes porque te ha dicho que se salieron 5 jugadores, nosotros teníamos 21, pasamos a tener 18, entraron 3, entonces nosotros tenemos que utilizar todos los jugadores, ¿ok? Y cuando vas al mercado y salen jugadores y entran jugadores, es porque necesitas un otro perfil, una otra característica para poder tener una equipa mucho más competitiva, y fue eso que intentamos hacer en el mercado. Մենք գործել ենք 5 ֆուտբոլիստներ, եկել են 3-ը, մենք ուսումնասիրել ենք թե ինչ պրոֆիլի ֆուտբոլիստներ են նրանք եւ փորձել ենք թիրախային տրանսֆերներ անել, դեռևս հնարավորություն կունենան իրենց դրսևորելու նաեւ այդ ֆուտբոլիստները հարմարվելու թիմին։ Շնորհակալություն մեր գործընկերներին այստեղ։ Այդ պատմվածությունը merci. Buenas noches y perdón por mi español porque debería hablar algo de Armenia, ¿ok? Շնորհակալություն է հայտնում ու ներողություն խնդրում իսպաներենի համար, որովհետև պետք է կարողանար հայերեն խոսել։